Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դարձավ ինչու որոշում կայացվեց Մենք ունենք եզրակացություն ընդհանրապես 44 օրյա այդ հանձնաժողովի զեկույցը չքննարկել խորհրդարանում։ Ձեզ համար իմ համար ամենակարևորը զեկույցի առկայությունն է։ Ճիշտ հասկացեք, ոչ թե որ մենք ժամկետ ենք խախտել, ըստ օրենքի մեկնաբանության հարց է։ Մի իրավաբան մեկն է ասում, մյուսն է ասում, ազգային ժողովի նախագահը հենվել է այն կարծիքի վրա, որ զեկույցը լինի ինչ որ ձևաչափով քննարկվի, բայց կանոնակարգ օրենքը չխախտվի։ Ընկալման խնդիրը, զեկույցը ամենակարևոր գոյություն ունի։ Այդ զեկույցը sense tenants 20 էջից բաղկացած եզրակացություն ունի։ Այդ եզրակացությունը պետք է Հայաստանի Հանրապետության։ Որտեղ այդ ծնողները, որ հարցնում են, իրանք ես ինչքան հասկանում, ասում են, թող զեկույց ասի իմ տղան, որտեղ է անհետքորը կամ զորը։ Հանձնաժողովը այդ խնդիրը իր արժև գուցե մասնավոր ունենար կոնկրետ մի դեպքով, բայց մենք այնտեղ ծավալը պատկերացնում ենք եւ հանձնաժողովը ազգային ժողովի հանձնաժողովը ինքը տվել է եզրակացություն թե մեր պարտությունը որտեղ պետքա փնտրենք, որտեղ ենք թերացել։ Եվ դրանից դասեր քաղելով մենք ինչ պետք է անենք մեր անվտանգային միջավայրը բարելավելու, այն ինչի ուղղությամբ կատարում ենք որոշակի աշխատանքներ եւ լուրջ աշխատանքներ։ Լուրջ են առումով, որտեղ տարբեր Հիմա այսօր ասեմ, կասեք ինչ եք թիրախորում, տարբեր բայղուշներ էկրանի մյուս կողմից, ասենք Արշակ Կարապետյանը հելում են բաներ ասում, բայց այդ մարդը պաշտպանության նախարար, մեր իշխանության օրոք, պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը հանդես է գալիս որպես իշխան Համլետի հայր եւ դուրս է գալի բաժանություն անում մեր երկրի գլխին։ Ինքը պետք է եթե այդպեսի ազնիվ նախարար էր, ինքը ինչի՞ փախի իր երկրից։ Մենք գիտենք, մի հատ պաշտպանության նախարար ունենք փախած Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վիգեն Սարգսյան, այդպիսերը, մի հատ էլ ով է Ռուսաստանում, այստեղ ոչ, նա արդեն ուզում է բան, կուսակցություն է ստեղծել, Վաղարշակ Հարությունյանը, Միխայիլ Հարությունյանը, նա մարտի 1-ով է անհետացել, բայց պատկերացնում եք երկրի պաշտպանության նախարարները փախել են իրենց երկրից, դուրս եկել սահմանից դուրս, նրանք պետք է սահմանի ներսում լինեն, իմ գնահատականները հիմա հնչեցնենք, ասեն, էլի թիրախավորեց մեր հրաշալի նախարարներին, հրաշալի նախարարները նրանք են, ովքեր գտնվում են երկրի սահմանի ներսում, անկախ նրանից ինչ կլինի։ Վերջին հաշվով բոլոր պատմական ֆիլմեր եք նայում, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, զինվորականներ, մարշալներ, դատապարտված, պետք է այնպես անես, որ դու քո պահվածքով, վստահություն ներշնչելով երկիրը դարձնես ապահով եւ անվտանգ։ Չունի այս իշխանության հետ դուք լավ հարաբերություններ ունեք։ Ինքը Սուզանավի վրա ծառայությունից հրաժարվեց եւ եկավ ներքին գործերի փոխնախարարի այն ժամանակ ես ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն եմ։ Ես այն կարծիք ունեմ, որ Հարությունյանը լավ արեց, որ 90 թվականին եկավ այս։ Չէ, հիմա ոչ։ Ես կարող եմ ասել Վաղարշակ Հարությունյանի եղբայրը շատ լավ ազգային անվտանգության ծառայության նաեւ փոխնախ այն ժամանակ մահացել է։ Պարոն Քոչարյան, Իրանի հետ կապված պատերազմի պայմաններում Թրամփի ուղու կառուցումը, որը Փաշինյանը հունվարին ասում էր, դա մեր անկախության, ինքնիշխանության 99 տարով երաշխիքն է։ Ինչպես է գնահատում Իրանի այս ցանկացած պատերազմ սկսվում է եւ ավարտվում է։ Երբ որ սկսվում է, այլ իրավիճակ է առաջանում, տարածաշրջանային, համաշխարհային եւ այլն։ Ավարտից հետո ֆիքսում է ինչ որ իրավիճակ, որի համապատասխան պետք է դու քո քաղաքական հեռանկարը եւ վերլուծությունը կառուցած ըստ դրա։ Մեր տրիպի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի հատ առավելություն, մեր սահմանի վրա կրակոցներ չկան։ Հրթիռները բոլոր տեղերը թռնում են, մեր սահմանի այս կողմը գտնվում է հանգիստ վիճակում, բայց կարող է փոխի դրա համար էլ մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինված ուժերը ինքը այն նպատակներով դրել է իր առջև, ունենա լուծումներ, իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը որ երկրին տալիս է հնարավորություն այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծել եւ հեռանկար։ Եվ մնում է մենք անկեղծ լինենք մեր սպայակազմի նպատակների համար, որտեղ նայեք, այսօր ներքին գործերի նախարարությունը վերել էր նախագիծ օրենսդրական, որը շատ կարևոր է, որպեսզի կադրային մրցակցությունը մենք դարձնենք անշրջելի։ Նույնը բանակը մի քիչ ավելի շուտ սկսել էր։ Տարբեր ծրագրեր։
Եկեք այդ նպատակին բոլորս ծառայենք, ես կողմ եմ, որ ինչքան հնարավոր է տվեք այդ հարցերը, ես դեմ չեմ, նույնիսկ Նարեկը կարա հարցնում։ Ծրագիրը արդեն այսպես խոցելի չի դարձնում եւ Իրանը ավելի շուտ Դու ուզում ես խոցելի դառնալ։ Չէ, ինքը ինչ որքանով է Բոլորը չգիտես ինչի ուզում են, որ այդ ծրագիրը չկայանա։ Ծրագիրը չգիտեմ, Իրանի հետ բայց ձեր ընդդիմադիր գործընկերները, ձեր օպոնենտներն ասում են, որ դուք գովերքում եք հաստատված խաղաղությունը, բայց դա շատ թույլ, շատ հերհեղուկ, մեկ Այո, դա թույլ, այա, դա թույլ ճիշտ են ասում։ Կգանք, Այդ դեպքում ինչի իրանք խաղաղության քայլեր չեն անում, որը չեր բերիկ։ Քարորյա պատերազմի դե լավ էլի։ Ինչը դե լավ էլի պատերազմ եղել է։ Շատ լավ, դուք իմ ուժեղ երաշխավորված խաղաղության նրանց խոստմանը եւ ինչ է նշանակում ուժեղ խաղաղություն եւ երաշխավորված։ Ոսեք ցանկացած ստորագրված փաստաթուղթ կարելի է խախտել։ Դու ստեղծի քո այնպիսի միջավայր անվտանգային, որ խախտելը դժվար լինի։ Դու ինքդ պետք է երաշխավոր լինես քո երկրի անվտանգությանը։ Հիմա քո չան ասում իմ օրոք։ Իր օրոք մարտի 1 ա եղել, իր օրոք այնքան բաներ ա եղել։ Ասում են սահմանների խաղաղա միակ նախագահն եմ եղել, որի պաշտոնավարման օրոք Գնացեք բոլոր լրագրող եք, գնացեք նայեք սահմաններում տիրող իրավիճակը եւ իր թողած բանկա բուդուլիկ եք։ Շնորհակալություն։ Մարե Սիմոնյանը երբ ասում է Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, պարոն ճիշտ եք համարում։ Ասում է հիմա Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ եւ Հայաստանն էլ Ադրբեջանն։ Հայաստանն էլ Մեր անվտանգության երաշխավորը մեր ժողովուրդն է իր անվտանգային համակարգով, իր զինված ուժերով եւ իր քաղաքացիներով։ Շնորհակալություն։ Մարե Սիմոնյանը որ Ադրբեջանն է երաշխավորը։